Ես հիշեցնեմ, որ պարոն Քոչարյանը իր ինտերվյուներից մեկում մինչև ընտրությունները ասաց, որ եթե ընտրությունները կեղծվեն, ապա ինքը հեղափոխություն անելու։ Ու նաև հիշեցնեմ, որ պարոն Քոչարյանը 21 թվականի ժամանակ էլ հայտարարեց, որ բարիկադներ ա լինելու, այսինքն ելնելու ենք փողոց խաղաղ պայքարի, մի քանի անգամ փորձ եղավ, բայց ոչ մի բան չստացվեց։ Հուսով եմ հիմա գոնե փորձ կլինի խաղաղ պայքարի, որպեսզի նոր ընտրություններ նշանակվի, որովհետև ազգի մեծամասնությունը Նիկոլին չի ընտրել ու ազգի մեծամասնությունը վստահ է, որ ընտրությունները կեղծել են։ Դրա համար մենք հասարակ ժողովուրդս պահանջում ենք նոր ընտրություններ ու որպեսզի նոր ընտրությունները կայանան, մեր հարգարժան ընդդիմությունը, ում մենք դեռ վստահում ենք, պետքա դուրս գա, մանդատները չվերցնի, կանգնի հրապարակում, տուն չգնան հենց լիդերները, պարոն Քոչարյանը, պարոն Ծառուկյանը, պարոն Կարապետյանը ու հրապարակից կոչ անեն, որպեսզի իրանց ընտրողները հավաքվեն, եթե իրանց ընտրողների ամեն մի 10-րդը գա, ապա հրապարակը լեփ-լեցուն կլցվի։ Ու խաղաղ ձևով, խաղաղ կանգնած ուղղակի պահանջելու ենք նոր ընտրություններ անցկացվի։ Ու երբ որ Փաշինյանը տեսնի իրոք հրապարակը լեփ-լեցուն մարդիկ պահանջում են նոր ընտրություններ, ես վստահ եմ Փաշինյանը ելնելով դեմոկրատական պրինցիպներից պետք է որ համաձայնվի նոր ընտրություններ իրականացնելու։ Եթե չհամաձայնվի, ուրեմն ժողովուրդը վերջնական կհամոզվի, որ ընտրությունները կեղծիք ա եղել ու ինքը վախենում ա նոր ընտրություններ անցկացնելուց, քանի որ նոր ընտրությունների դեպքում ինքը կարա չանցնի։ Եթե ինքը վստահ լինի, որ անցնելու է, ապա ինքը մեկ ու մեկ կհամաձայնվի նոր ընտրությունների։